Բարև Օլիմպոս, մենք կրկին միասին ենք։ Եվ այսօր մի այնպիսի հյուր ունենք, որին չափազանցնել չի լինի, եթե ասենք տարիներով ենք սպասել։ Այո։ Այո, եւ նա այն առաջին մարզիկն է, որի հետ մենք առաջին անգամ հարցազրույց ենք արել ես եւ Հասմիկը։ Եվ տակավին ուսանողներ ենք եւ նոր ենք մտնում այս ասպարեզ։ Չչարաշահենք ձեր համբերությունը, նա Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր եւ աշխարհի արծաթե մեդալակիր Գևորգ Դավթյանն է։ Բարև Գևորգ։ Բարև ձեզ։ Կարոտել էինք քեզ Գևորգ։ Ես էլ ձեզ էի կարոտել։ Դե ասա, ինչ կա, ոնց ես Միացյալ Նահանգներում ես վերջերս ապրում, հիմա Հայաստանում ես։ Արդեն 6 տարի է Միացյալ Նահանգներում եմ ապրում։ Լավ ենք, գոհ ենք։ Էլի մեր պրոֆիլի մեջ ենք սպորտի։ Այստեղ ասպես չէ, բայց էլի մեջն ենք ծանրամարտի։ Մի քիչ պատմիր ավելի մանրամասն, ինչ աշխատանք է, ում ես մարզում, ինչ գործունեություն ես ծավալում այնտեղ։ Այնտեղ ավելի շատ անհատական պարամունքներ եմ անում, այստեղած պես չի էլի, որ դալիճներում ոնց որ մենք այստեղ պարավել ենք կամ պարաբացրել ենք, այդպես չի, անհատական ավելի շատ, որովհետև Լոս Անջելեսում եմ ապրում ու Լոս Անջելեսում այդքան շատ զարգացած չի ծանրամարտը։ Մենք փորձում ենք զարգացնել, բայց հայերի մեջ ավելի շատ։ Ավելի շատ, որովհետև հայկական տեղ ենք ապրում։ Եվ ինչպես եք Լոս Անջելեսում ձեզ զգում։ Ինչպես տանը։ Ինչպես Գյումրիում։ Փոքրիկ Գյումրին։ Հա, էլի։ Կարելի է ասել։ Հայերը շատ են, հարազատներ ունենք, դեղ ընկերներ ունեմ։ Շատ մարզիկներ կան նաև այնտեղ, շփվում եք իրար հետ։ Շատ մարզիկներ կան, այո։ Մեր ծանրամարտիկներից մեր Ռուբեն Ալեքսանյանն այնտեղ, Բրնսկամարից Հրաչիկ Ջավախյան։ Կան մեր մարզիկներ, մեր Մարտին Բերբերյանը, Մարտին Բերբերյանի մոտ դիտեմ, ասեմ, որդիս է պարաբում, շամարդով է զբաղվում։ Հետաքրքիր է, ծանրամարտը չի ընտրել։ Ճիշտ ասած, ես եմ ուզեցել, որ շամարդը ընտրի, որովհետև ես սիրել եմ շամարդը, համ ծանրամարտն եմ սիրել, համ շամարդն եմ սիրել։ Քանի որ ես ծանրամարտիկ եմ եղել, հետո այդ ամեն ինչի միջով անցնելով, այդ տրավմաների, բան չուզեցա, որ ինքն է զբաղվի։ Եթե կարծում ես շամարտում վնասվածքներ չեն լինելու, դե լինելու են, չէ, ես գիտեմ, որ լինելու են, բայց թվում է ծանրամարտի պես չի լինելու, հա։ Եվ ինչ վնասվածքներ են, քանի որ խոսեցիր այդ մասին էլ անդրադառնանք, առհասարակադու ես ունեցել եւ ծանրամարտային այդ վնասվածքները։ Հիմնականում ողնաշարի խնդրեմ ունեցել ու բոլորն էլ ունեցել են համարյա։ Ողնաշարի այդ ճողվածք, ուսերի, ծնկների խնդրեմ։ Իսկ ավարտելուց հետո թողնում է, թե դեռ երկար ժամանակ մնում է։ Չէ, այդ միշտ մնում է։ Այդ միշտ մնում է, հիմա էլ ունեմ այդ ցավերն ունեմ։ Եվ դու չուզես։ Զբաղվում եմ, ես շաբաթը մի 3-4 օր հասցնում եմ զբաղվում եմ։ Բայց կան ցավերը միշտ կան են։ Դու չուզեցիր, որ քո որդին անցնի այդ ամեն ինչի միջով փոստորը։ Համ չուզեցի, համ էլ որում շամարդը սիրել եմ, անոնց ազատ ոճը։ Ուզում ես քո երազանքը իրականացնել։ Հա։ Հետո ինքն էլ է սիրում, տղասել է սիրում։ Իսկ ինչ հաջողություններ ունի, ինչ մրցումների է, գուցե դեռ փոքր է։ Դպրոցականների մրցումներին եմ մասնակցում դեռ։ Հիմա պետք է նահանգի մրցմանը մասնակցի, Կալիֆոռնիայի նահանգի մրցումներն է մայիսի վերջ։ Մի հատ մասնակցել է, բայց մեդալ չի ունեցել այդ նահանգի մրցումներին, բայց դպրոցականների մրցումներին շատ է եղել, հաղթել է երկրորդ, երրորդ։ Հիմա պատրաստվում ենք մայիսի վերջին Կալիֆոռնիա նահանգի մրցումներին։ Եթե հաջողություններ ունենա, նվաճումների հասնի, որոշել եք, որ երկիրն է ներկայացնելու Հայաստանը, թե նահանգները։ Դեռ չեմ որոշել։ Մտե շատ ժամանակ կա դրա մասին։ Դեռ ժամանակ կա, որովհետև դեռ 9 տարեկան է։ Բայց էս ամ մի քիչ։ Այնտեղ մի քիչ ուրիշ է։ Այնտեղ երբ որ լավ մարզիկ են լինում, հետո լավ է սովորում, առաջնահերթ սովորելն է դե։ Լավ համալսարաններից արդեն իրանց այդ երեխեքին ոնց որ հետևում են եւ իրանք են հրավիրում։ Այդ մեծ առավելություն ունի, այսինքն սպորտ այնտեղ։ Գևորգ, ես կուզեի իմանալ ինչու որոշեցիր մեկնել Հայաստանից, որովհետև դու նշանակվեցիր Պատանիների գլխավոր մարզիչ հավաքականի։ Այո, Պատանիների գլխավոր մարզիչն էի, նաև աշխատում էի մարզադպրոցի տնօրենն էի Գյումրու։ Ճիշտն ասած, մի քիչ այստեղ խառը բաներ եղավ, այդ երևի պետք չի որ կան շատ մանրամասնեմ։ Այս փոխվեց, ղեկավարությունը փոխվեց, բան տենց, հետո հրավեր ստացա Ամերիկայից։ Ամերիկան ինձ գրին քարտ է շնորհել։ Հենց իմ օլիմպիական մեդալիս համար։ Եվ որոշեցի տեղափոխվեմ։
Դու հենց նահանգներում էր, չէ՞, քո արծաթե, թե սխալվում եմ դա հաճախ։ Որը։ Արծաթե այնտեղ չէր եղել։ Չէ, ես Ամերիկայի մրցում չեմ մասնակցել, չէ։ Տայլանդում եղել։ Ինձ թվաց այնտեղ էր, հա, դրա հետ կապ։ Եթե այսպես հետ նայենք ու հիշենք Գևորգ Դավթյանին որպես ծանրորդ, մենք քո երկրպագուներն ենք եղել դեռ դպրոցական տարիքից, խնդրում եմ հիշիր ոնց եկար ծանրամարտ, ոնց սկսվեց ամեն ինչ։ Հենց սկզբից ոնց է մեկ ծանրամարտ։ Գիտենք դե որ հայրիկը դել է սիրել ընտանիքում էլ հայրիկս եղբայրս էլ հա ծանրամարտով զբաղվել են, մեծ հաջողությունների չեն հասել։ Մեծ ծանրամարտից շատ են խոսած, այդ տունը երևի այնքան են խոսած, այն ժամանակ Յուրի Վարդանյանն էր գալիս գնում մոտիկ էինք, Իսրայել Միրիդոսյանը մեր օլիմպիական չեմպիոն, այդպես ես էլ սկսեցի։ Իսկ ինչից սկսվեց այդ առաջին դրսևորումները, հայրիկը տեսանյութերից մեկում պատմել է, որ տանը ինչ որ ինքն երևի երկրաշարժից առաջ արդեն շատ փոքր եմ եղել, այդ այնքան են խոսած է, այդ փոքր ծանրաձող էին բերետերը, զբաղվա էլի քիչ-քիչ գնաց։ Իսկ երբ զգացիր, որ կա սերը, կա ձգտում եւ ունես նաեւ ինչ որ ներուժ, որ կարող ես դառնալ։ Երբ որ առաջի անգամ 13 տարեկան էի, Նավասարդյան խաղերն էին ժամանականում 4 տարին մի անգամ էր, ոնց որ օլիմպիական տարիներին։ Որ տարին որ օլիմպիական խաղերն էր, Նավասարդյան խաղեր կար։ Դա Հայաստանի առաջնություն ոնց որ, բայց Նավասարդյան խաղեր էր կոչվում։ 13 տարեկան էի, համարյա, չեմ հիշում, երևի այդ ժամանակ լրացրեցի սպորտի վարպետս եւ դրանից ես զգացի, որ կարող եմ ոնց որ արդեն մեծ սպորտ դեպի։ Իսկ առաջին հաջողությունը արդեն մեծահասակներում ոնց ընդունեցիր։ Մեծահասակներում առաջի մեծ հաջողությունը եղավ 2003-ին աշխարհի առաջնությանը։ Չեմ կարող այդ բայրը ոնց որ զարմանալու բան էր, մի բան զարմացել էի, որ 20 տարեկանում աշխարհի երկրորդ տեղ եմ ընկել, հետո չգիտեմ։ Ուրախություն։ Հետո նաև չեմպիոն եղար, Եվրոպայից մեդալներ նվաճեցիր արդեն։ Եվրոպայի մեծահասակներինը հա 2006-ին, 2007-ին արդեն դուք կայք։ Մենք արդեն ծանոթացել էինք, հա։ Մենք այդ էր գայք, բայց այո, հա, չէ, դուք շուտվանից կայք։ Չեն ժամանակ չգիտեի, որ կայք, բայց 2007-ից գիտեի արդեն։ Հա։ Արդեն շփումը կար, մենք ձեր մարզումներին գալիս էինք։ Ասեմ շատ կարոտում եմ ձեզ, որովհետև մենք իրար հետ ոնց որ այդ մեծահասակների մրցումներն որ սկսել եմ, արդեն շփվել ենք, հա։ Այսպես շատ նոստալգիկ ժամանակներ են, շատ այնքան քաղցր են այդ հիշողությունները։ Շատ եմ հիշում, հա, շատ եմ հիշում են պարգևատրումների ժամանակ օպերայի մոդոր ավտոները, լավագույն մարզիկի, հա։ Մեզ համար էլ է այդպես կարոտալից, որովհետև մենք էլ նոր էինք սկսում, դեռևս ուսանողներ էինք ու մեզ համար ամեն մի հաղթանակ նաև մերն էր լինում, էլի։ Ու շատ բան չգիտեինք, ձեզնից ոնց որ նայում սովորում էինք, բացահայտումներ էինք անում։ Օրինակ չգիտեինք, որ երկու Տիգրան Մարտիրոսյան կա, հետո իմացանք, որ Գևորգի եւ Վարդանի են նրանք։ Եվ այսպես սովորում էինք, նաեւ Աշոտ Մխիթարյանից էինք շատ բան սովորում, եւ քանի որ նրան հիշեցինք, կուզեինք դու էլ պատմես քո հիշողություններից, ինչպիսի մարդ էր ցավոք։ Ուրեմն Աշոտ Մխիթարյանի հետ ես երբ որ Պադանիների մրցումներին էի մասնակցում, ինքը գլխավոր մարզիչն էր։ Հետո ես տեղափոխվա արդեն երդասարտներ, ինքը երդասարտների գլխավոր մարզիչ եղավ եւ այդպես մեծահասակների։ Մենք իրար հետ ոնց որ այդ շրջանը մենք իրար հետ ենք անցել սպորտային։ Ցավում եմ, որ շատ շուտ Աշոտ Մխիթարյանը այդ դեպքը պատահեց։ Ինքը համ լավ մարդ էր, համ լավ մարզիչ էր։ Նա շատ իմաստուն մարդ էր ու անգամ երբ որ մենք սկսնակ լրագրողներ գնում ենք, այդ համբերատարությունը, այդ գիտելիքները, որ մեզ փոխանցում էր, պատկերացնում թե ձեզ ինչքան բան է կարողացել տալ, սովորեցնել, մի քիչ կհիշես նրա այդ մարդկային որակների, այդ հատկությունների մասին։ Ինքը միշտ երբ որ ինչ որ մի հատ սխալ բան, ինչ որ դե երասարտ ենք եղել, շատ սխալներ բաներ, ինքը ոչ թե բաներ անում, ինչ որ գոռալով կամ ինչ որ էմոցիաներով բան, ինքը միշտ բացատրում էր, ավելի հանգիստ, համբերատար, իր այդ պլյուսները այդ շատ էր էլի այդ կողմից որ որ մոդենում էր, համ մոդենում էր որպես իր սանի, համ որպես իր երեխայի, շատ բան էր, սովորել ենք Աշոտ Մխիթարյանից, նաև իր այդ աշխատելով մեր էլի շատ շուտ մահացավ մեր Քյապանակցյան Խաչատուրը, այո, իրանք իրար հետ շատ լավ աշխատում էին, իրար շատ հասկանում էին, առաջի երկրորդ մարզիչ էին։ Ու շատ լավ թիմ էին ստեղծել ձեր արդյունքները գնալով։ Այո։ Դուք լավ ինքեր դրեց։ Հա։
Կհամեմատես այն ժամանակվա ծանրամարտը եւ ինչպիսի փոփոխությունների է ենթարկվել, դե հետևում ես հիմա էլ բազմաթիվ հաջողություններ կան, ինչ առումով է փոխվել եւ որոնք ես գնահատում դրական կողմերը եւ որ առումով գուցե այդքան էլ դրական չի։ Չէ, որ ասեմ հիմա նայեք, մեր ժամանակ ոնց որ մեր ժամանակ մեզանից սկսվեց։ Հիմա էլի մեր տեղեկը Եվրոպայի աշխարհի չեմպիոններ են դառնում, չէ, օլիմպիական մեդալիստներ, մրցանակակիրներ։ Ուղղակի էլի շատ լավ է, ամեն ինչ շատ լավ գնում է։ Այնտեղ կարող է ինչ որ մեջը թերություններ կան, մարշչական, ինչ որ բան, իրար տարաձայնություններ կան, բան, ես կան չեմ խառնվում, ճիշտ ասած։ Ներքին, այո, չեմ խառնվում, բայց արդյունքներից ես օրինակ գոհ եմ։ Հիմա հենց հիմա մեր Եվրոպայի չեմպիոնը Կարիգը, որը քո սանն է եղել, այն ժամանակ իմ սանն է եղել, Լալայանը Վարազդադը էլի իմ ժամանակ է եղել։ Իրանք այդ բոլորը Գորն է եղել քո ժամանակ, Սահակյան։ Սահակյան Գորը, այո։ Մնացական Աբրամյանը, որը ցավոք է առաջնությունում Մնացականը, մեր Ռաֆիգը, Հարությունյան Ռաֆիգը, այո։ Մեծ մասը ոնց որ իմ բադանների ժամանակ։ Չէ, ես գոհ եմ այդ արդյունքներից գոհ եմ։ Կարող են դեռ թերություններ կլինեն, չի կարող թերություն չլինի։ Այդ էլ որ մեջը չեմ կարող ասել։ Իսկ ի՞նչն է փոխվել ծանրամարտում։ Հետևում ես դու հաստատ։ Հետևում եմ ծանրամարտում։ Ես չեմ տեսնում, ինչ լավ, դեպի լավ փոփոխություններ եմ տեսնում միշտես։ Այս վերջի տարիներին։ Գիտես ինչ առումով որ ձեր ժամանակ գուցե չկար ու դու հիմա նայելով հասկանում ես որ եթե լիներ ավելի լավ հանդես կգայ։ Այո, մեր մարզաթաղիչները օրինակ մեր ժամանակ թե Գյումրու, թե Ծաղկաձորի, թե այդ վիճակը չէր ինչ որ այո, այդ հիմիկվա վիճակը չէր։ Տարբեր մանրուքներ կան էլի որ կարծես պայմանները ավելի դեպի լավը փոխվել են։ Լավը փոխվել է, ակին փոխվել է դեպի լավը։ Բայց թեկուզ այն ժամանակ էլ նշում ես որ այդքան էլ լավ չէր, բայց դուք մեդալներ էիք բերում։ Հա, դրա համար եմ ասում էլի մեր ժամանակվանը տես մեզ հիշում են։ Մեզ շատ են հիշում, չէ՞։ Որովհետև քանի տարի 7 ինչքան որ հիշում եմ վերջի անգամ որ Եվրոպայի չեմպիոն եղել էր, մեր Աշոտ Դանիելյանն էր եղել 99 թվականին եւ ես 2006-ին եղա։ Այսինքն ինչքան քանի տարի Եվրոպայի չեմպիոն չէր եղել, չէ՞։ Նաև օլիմպիական խաղերում։ Նաև օլիմպիական խաղերում մեդալ չէր, չէ, 2000 թվականին Արսեն Մելիքյանը ունեցել էր, բայց այդ մի մեդալներ էր, հա։ Անցել էր։ Հա, 8 տարի։ Ճիշտ է, 8 տարի անցել էր, այո։ Ամեն դեպքում եղել էր բաց։ Քանի որ Դրա օլիմպիական համար մեր ոնց որ մեր անուն մեր այդ բանը մի քիչ ուրիշ ձևի հնչում էր, էլի։ Սերը ձեր նկատմամբ այդ վերաբերմունքը ես որ այսպես հետահայաց հիշում եմ, ինչպեսի բուրըն ժամանակներ էին, ոնց էին դες անհամբերությամբ սպասում, դիմավորում։ Հիմա էլ կա, գուցե այդ բայց այն ժամանակ ուրիշ էր։ Ճիշտ է։ Այն ժամանակ ուրիշ էր։ Ես ուղղակի մենք էինք երիտասարդ։ Չէ, հետո Ծառույանն իր մեծ գործներ անում։ Այդ ժամանակ ճիշտ է։ Պիտի ճիշտ ասվի ամեն ինչը։ Ավելի ոնց որ ոգի կար դրված։ Ոգի կար, ոգևորում էր։ Այդ ժամանակները ոգևորողներն ավելի շատ էին։ Ղեկավարությունը, նախագահից սկսած, օլիմպիական կոմիտեի նախագահից իրանք սպորտ սիրում էին, սպորտային էին։ Այդ դիմավորելու մասին որ խոսում եք, դրա համար եմ ասում, այն ժամանակվա դիմավորներն էլ էլի ես իմ երեք տարբեր են հիմա։ Օրինակ 2008-ին երբ վերադարձակ Պեկինից չեմ կարող նկարագրել թե ինչ էր կատարվում, ինչքան այրոպորտի վիպում տեղ չկա։ Միայն դիմավորում, այլ ամբողջ երկրով այդ ոգևորությունը, այդ մարդկանց անկեղծ էմոցիաները շատ կարևոր է։ Ասում են նաև երկար ժամանակ մեդալներ չեն եղել։ Որպես ես էլ եմ մտածում, որ երևի երկար ժամանակ չէր եղել, զարմացած էին երևի ժողովուրդը, այդպես ավելի ուրախ։ Հիմա սովորական բան է դա։ Ուղղակի հիմա սովորել են, որ սովորել են, արդեն մեր տեղը սա Եվրոպայի չեմպիոն են։ Գնանք դեպի Պեկին, Գևորգ։ Պեկին իմ ցավոտ տեղն է։ Մերն է ճիշտն ասած, մենք այդ ժամանակ հանրային հեռուստատեսությունում էինք աշխատում ու ուղիղ եթերում նայում էինք Քոպոկումը։ Հա, քոպոկումը, որը չէր ստացվում։ Մենք այնքան էինք վստահ, միջ այդ հայրիկի հետ խոսել էինք, ինքը ասել էր Գևորգը երբեք 0 չի ստանում։ Ու հանկարծ գալիս էր Գևորգը ու արդեն 0 է ստանում համարյա, մեր մոտ չեմ կարող ասել ինչ էր կատարվում։ Ոնց կարողացար այդ երրորդ մոտեցումը։ Աստված օգնեց, միայն այդ կարող եմ ասել, որովհետև ես ի վիճակի չէի։ Ուրեմն ես օլիմպիական խաղերից մի ամիս առաջ ոդկիս մգանը, խորանիստ մգանը կդրվեց։ Ու այդ ես մտածում եմ որ չեմ կարող մասնակցել։ Առհասարակ չեմ կարող մասնակցել, որովհետև 20 օր է այդ ամսվա 30 օրվա 20 օր ընդհանրապես չեմ պարապել, վերջի 10 օրը
մի քիչ վերականգնվել եմ։ Օլիմպիական խաղերին 165 պոգում, 195 հրում, ճիշտ է, բայց ես պատրաստ էի օլիմպիական խաղերին 175 եւ 210-ից ավել հրում։ Դե պատկերացրեք, օլիմպիական խաղեր, առաջի անգամ ու այդպես վնասվածք։ Բայց դուք չէիք ասել, չէ՞ նախապես։ Մենք Ես ոչ մեկի չէի ասել, ոչ մեկ չէի ասել, միայն գիտեցել եմ մեր այդ ժամանակվա նախարարը եւ մեր մարզիչները։ Որտեղ ես նման բան չեմ հիշում, որ Չէ, ոչ մեկի չէինք ասում, որովհետեւ այդ ցավոտ տեղ էր էլի այդ բային։ Ես Ծաղկաձորում հավաքների ժամանակ քայլելուց էի դժվարանում։ Ուղղակի գնացել էի հավաքներին։ Բայց ոնց գնացիր Պեկին այդ 165-ին։ 165-ին ու այդ ինձ համար շատ մեծ քաշ էր, որովհետեւ ես չէի բարալ։ 165-ին ինձ համար շատ մեծ քաշ էր։ Այդ ընթացքը երկու անգամ մոտենում ես, չի ստացվում ու երրորդն է, չեմ կարող նկարագրել մեզ մոտ ինչ էր կատարվում։ Սառը քրտինք, տաք քրտինք, հույզեր, սրտի թփթփոց։ Դու ոնց հավատացիր ու կար արդյոք մտքիդ մեջ գոնե մի վարքյան, որ չեմ բարձրացնելու, չեմ կարող։ Չէ, ես վերջի մոդեցման արդեն հավատում եմ, ու բարձրացնեմ, որովհետև ես հավատքով եմ։ Այդ իմ հավատքով ես ոնց դրա համար ասեցի, հենց Աստված ինձ օգնեց, ես էլ զարմացա, որ վրես եկավ այդ։ Ոսվեցի։ Շատ էմոցիոնալ։ Ու երբ որ բարձրացիր, հա, ասեք։ Ինչ կատարվեց քեզ հետ, հանգստացար։ Հանգստացա, բայց գիտեի, որ հրում վարժությունն է դեմը։ Դիմա։ Հատիմացա հրում վարժությունն է, ու էլի ես ներքուս գիտեմ, որ պատրաստ չեմ, բայց ուզում էի կռվեի, էլի օլիմպիական չեմպիոնի համար ուզում էի կռվեի, բայց ուժերից վեր էր այդ բային։ Արդեն գիտակցում էի, որ չեմպիոն չես կարողանալու դառնալ։ Մի պա 201-ի ժամանակ Աշոտին Մեխիտարյանին ասեցի, իշքան որ պետք է չեմպիոն դառնալու համար սպասեմ երրորդը մենակ չեմպիոն դառնալու համար գնամ, բայց ինքը գիտեր որ չէ, 205-ի կողմերն էր, չէի կարող, ես գնա 201, 201-ին ինչ է տալիս, ասեցի երկրորդ տեղը արդեն իմը չէր, ես այդ բանով էլ այդ տրամադրվա այդ ոգևորվածությամբ չգնացի 201-ը, կարող եմ ասես չեմպիոնի է, որովհետև ես ոչ մի անգամ չեմ նայել հաշվարկները, ես չեմ էլ գիտեցել իմ մրցակիցները ինչ են դեղ անում, ինչքան են անում, ես միշտ կենտրոնացել եմ ես իմ հետ։ Բացառությամբ այդ դեպքի, հա, Պեկինի։ Պեկինին, չէ, Պեկինին էլ արդեն ես ինձ լավ չէի զգում, բայց էլի բաները չեմ նայել, հաշվարկները չեմ նայել։ Իրենց մարզիչից եմ, միշտ մարզիչներին եմ հարցրել, թե ինչքան որ պետք է կամ կարող եմ, հորտակցել ենք միշտ։ Մեզ չի եղել, որ ասես կամ պիտի գնաս, կամ ես ասեմ կամ պիտի գնամ, չէ։ Հորտակցել ենք, այսինքն հարցրել են մոտավոր ինչքան ես զգում, որ կարող ես, ասել եմ այսքան։ Ես հիշում եմ այդ կադրերը, Գևորգ, որ դու ինչ տխուր եկար մրցանակաբաշխությանը։ Հա, ես որովհետև նայեք, հիմա զգում եմ օլիմպիական մեդալն ինչ է։ Մեծ բան է օլիմպիական մեդալը, կապ չունի գույնը, դեպի երրորդ տեղ։ Բայց այդ ժամանակ կոպիտ ասած ոնց որ աչքից չէր երևում։ Որովհետև ինձ թվում է ցանկացած մարզիկ էլ մանավանդ կոպես ուժեղ, երբ որ գնում են խաղեր, իր մտքին միայն մի ծրագիր կա՝ դառնալ օլիմպիական չեմպիոն։ Արդյոք ճիշտ է միայն նման կերպ մոտենալ խաղերին, որ հետո քեզ համար էլ ցավոտ չլինի եւ կարողանաս վայելել նաեւ այդ ուրախությունը։ Նայեք, շատ մարզիկներ կան, շատ մարզիկներ կան, որ իրանց երազանքը օլիմպիական խաղերին մասնակցելն է։ Օլիմպիական խաղեր։ Շատերն եկան ուղղակի մի հատ մեդալ, մի հատ այդ երրորդ տեղի կամ երկրորդ առաջի, այդտեղ կանգնեն մի հատ։ Բայց իմ մոտ եղել է միշտ չեմպիոնի այդ բանը, որ առաջի տեղ։ Ճիշտ է, համ ճիշտ է տրամադրվել է, որ անպայման մեդալի կնան, համ էլ նայած ամեն մարդ տարբեր է, էլի, հոգեբանությունն է, էլի, որովհետև մեր լեզվով ասած շատ են մտածում չեմպիոն դառնալու մարդկանց մեդալի վարվում են, մենք ասում ենք վարվում ես։ Ու արդեն ոնց որ սպառված ելնում են մրցումներին։ Հոգեբանորեն վարվել, ուղղակի չէ, ես իմ մոտ վարվել չէ, իմ մոտ վարվել եղել է 12-13 տարեկան վախտս երեխա։ Դրանից հետո Չէ, վարվեցի բրծար։ Մի անգամ հիշում եմ առաջի մրցումներն էր, այնքան մտածեցի մի ամիտ բարգած տեղ գլուխ սխպեցի պադին։ Մտածմունքի տարինից երեխա էի 11-12 տարեկան։ Այդ եմ վարվել։ Ու վերջ արդեն երբ որ եկար օլիմպիական ավան, ինչ այդ ժամանակ գոնե հասկացար, որ ամեն դեպքում օլիմպիական մեդալը։
Հələ տխուր էի։ Հա։ Հիշում եմ, սա հիշում եմ, առանձին հիշում եմ։ Բայց դե հետո արդեն էլի փառք ասու, որ մեդալ ունեցանք, շատերը մեդալ չունեցան։ Այդ գիտակցումը երբ եկավ, որ կարելի է նաև ուրախանալ։ Երբ որ եկար Հայաստան, այդքան ջերմ ընդունեցին այդ ամբողջ արարողությունը, մարդիկ թե տարիներ անց։ Չէ, տարիներ անց է։ Դու մինչև հիմա էլ։ Դեռ ցավեցնում է։ Հա, որովհետև օլիմպիական չեմպիոն դառնալ իմ երազանքս ու նպատակս։ Բայց դու որպես մարզիչ դարձար, չէ՞, Կոստանը պատանեկան։ Պատանեկան օլիմպիական չեմպիոն դարձավ Կարենը, հա։ Բայց մեկ է քոնը ուրիշ է։ Այ իհարկե։ Աստվածա որ թիպ դառնա։ Դա Աստված։ Հիմա այդ է երազանքս։ Քանի որ խոսեցինք քո մարշական փորձի եւ նվաճումների մասին, արդյոք այս ընթացքում չես ունեցել առաջարկներ թեկուզ նահանգներում զբաղվելու, թիմ մարզելու կամ ինչ-որ ակումբ պատրաստելու ապագա օլիմպիականներ։ Չէ, ճիշտն ասած, առաջարկներ չեմ ունեցել նահանգներում։ Բայց ես ամեն դեպքում ափսոսում եմ, որ քո պես մասնագետը հիմա չի օգնում մեր։ Բայց ով ասես, որ չի օգնում։ Դե պատմիր, ինչպես ես օգնում։ Ես իմ ոնց որ եղել են իմ մարզիկները, այսինքն իմ պատանիների մարզիչ ժամանակ աշխատած, ես կապի մեջ եմ, համարյա բոլորի հետ կապի մեջ եմ։ Թե խորհուրդներով, թե տարբեր։ Իսկ միգուցե մենք ունենք ուրիշ նոր պատանիներ, որոնց դու կարող էիր օգնել քո փորձով։ Շատ կարող էի օգնել, ճիշտ է, հա, շատ կարող էի օգնել։ Մեծահասակներին է հիմա որ մեծահասակ են արդեն իրանց էլ կարող էի օգնել, բայց ինձպես ստացվա, որ արդեն նահանգներում ապրենք։ Մեր ընտանիք երեխեք ես տարիներով իմ սպորտսմեն ժամանակս տունը չեմ եղել։ Տարվա երևի մեծ մասը ես ուսումնամարզական հավաքներ, մրցումներ, հիմա այսօր աշխատա այդ 3 տարին մարզիչ աշխատաստեղ, էլի նույն բանն էր։ Նույն բաններ են։ Երևի ավելի բարդ էր։ Դե հա, երեխեքից արդեն հեռու։ Իսկ դուստրերը ինչով են զբաղվում նահանգներում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ մասնագիտություններ են ուզում ընտրել։ Մեծ աղջիկս ընդունվել է բժշկական համալսարան արդեն։ Արդեն ուսանող։ Ուսանող է, առաջի կուրս է, այո։ Փոքր աղջիկս դեռ դպրոցական է, մյուս տարի ավարտելու։ Ավելի շատ փոքրս ինժեներական նետուղությունն է ոնց որ սկսում։ Դե փոքրս էլ Հովանեսս։ Ամբիշե եւ։ Հա, ամբիշե եւ դպրոցական։ Դպրոցական, այո։ Քան որ արդեն մի քանի տարի Ամերիկայում ես բնակվում, հաստատ խորացել ես այդ ամերիկյան սպորտի համակարգին, որ բոլորի համար օրինակելի է այդ համալսարանական սպորտը, ուսանողական, հետաքրքիր է թե ինչ նյուանսներ ես նկատել, որոնք կարելի է օրինակ մեր դեպքում էլ վերցնել լավ կողմերը եւ ինչը կնպաստի եւ կօգնի մեր սպորտի զարգացմանը եւս։ Օրինակ հենց այդ որ սպորտսմեններին շատ համալսարաններ, շատ այդ մեծերի դպրոցներ են կոչվում, այնտեղ փոքր է, միջին եւ մեծ։ Այդ մեծերի դպրոցներում արդեն ընտրում են լավ սպորտսմեններին ու շատ են ուշադրություն դարձնում, այսինքն pedagogan ուշադրությունն է այդ։ Որ դրանից հետո տանեն արդեն իրանք ընտրեն թե որ համալսարան օրինակ մեկ ինչ որ մի հատ ուղղությունով է գնալու, իրան այդ սպորտը օգնում է։ Իսկ մեր մոտ այդ չկա, չէ՞։ Չկա, մենք ունենք ֆիզկուլտ ինստիտուտ ունենք ու վերջ, բայց մյուս տարբեր ուղղություններով, տարբեր կապ չունի։ Ադամնապուշ պիտի դառնա, թե սերդաբան պիտի դառնա, թե ինչ պիտի դառնա մարդը։ Այդ սպորտը իրան օգնում է։ Նույն այդ համալսարանն է սպորտին է օգնում։ Մեր մոտ չկա, ես կուզենայի մեր մոտ պես լիներ։ Որպեսզի նաև մասնագիտություն չէ ձեռք բերեն։ Որպես մասնագիտություն ձեռք բերեն, հետո այդ լավ սպորտսմենները անվճար են սովորում ընդեղած վճարները շատ մեծ է։ Պետությունն է արդեն որ ինքը լավ սպորտսմեն է, այսինքն առաջ է գնալու, տեսնում են, համալսարանը վերցնում է այդ ամեն ծախսը պետությունը վերցնում է, այո։ Իսկ մեզ մոտ ցավոք սրտի նույնիսկ հենց մարզիկ բանակ են տանում արագ։ Ու նաև ցավալի է, որ կարիերան ավարտելուց հետո չեն իմանում ինչով զբաղվել։ Դա նաև ելի կրթական բացի մասին է, որ մեր ֆիզկուլտ ինստիտուտը չի տալիս նման հնարավորություն։ Կամ մարզիչ են պատրաստում, կամ մենակ ֆիզկուլտ ինստիտուտ չէ, մնաց ազնեվ դի։ Մյուսներն է, մենակ ֆիզկուլտ ինստիտուտի վրա ինչ բան ենք։ Մյուս համալսարաններն է թեկուս։ Ճիշտ է։ Հենց ավարտվում են սպորտը, այսինքն սա իրանց կյանք ամբողջ մեր կյանքը դրել ենք սպորտի մեջ, ճիշտ է։ Ինչ կան, մինչև մաքսիմում 30 տարեկան, լավ։ 30 տարեկանից հետո սպորտսմենը եթե չի սովորի, ինչ որ ուղղությունով չի գնացել, ինչ պետք է անի, մարզիչ աշխատի, ճիշտ է։ Էշքան մարդ մարզիչ աշխատի։
կամ այդ մարզիչ աշխատավարձով ոնց ինքը այդ ամեն ինչը կարգավորի։ Դա շատ լուրջ խնդիր է։ Շատ լուրջ խնդիր է այստեղ։ Իրականում շատ մեծ խնդիրների առաջ են բախվում մեր բոլոր այն մարզիկները, ովքեր հասնում են կարիերան ավարտելու տարիքին ու չգիտեն ինչով զբաղվել։ Շատ օրինակներ ունենք, որ հիանալի մարզիկներ են լինում ու հետո այսպես կտրուկ միանգամից դատարկություն է սկսում։ Կարծում ես, որ պետք է սկսենք այդ կրթական ծրագրերից։ Ամենաառաջնահերթ դա պետք է։ Բայց մեր մոտ ցավոք դու էլ գիտես, անցել ես այդ համակարգով, ինչ է, եթե մարզիկ է, ազատում են բոլոր դասերից, ոչ մի բանով չպետք է շեղվի, չէ՞, այդ խնդիրը միշտ կա։ Ձեզ հակառակ փոխանակ զուգահեռ տանեն, որպեսզի եւ սովորեք եւ մարզիկ լինեք, միայն թողնում են, որ սպորտի մեջ կենտրոնանան։ Հիմա դրա պայմանը չունենք մենք այստեղ։ Պայմանները չունենք դրա։ Այսինքն, հա, իմ ասածս է դա, որ եթե պայման ստեղծվի, այսինքն մեկ մարզիկը սովորում է իրավաբանական համալսարանում, օրինակ իրավաբանական բաժնում է սովորում, չէ՞։ Այնտեղ նույն այդ համալսարանում ինքը համ ապրում է, ոնց որ մեր հավաքները ոնց է, համ սովորում է, համ այդտեղ մարզվում է, ամեն պայմանները կան։ Ճիշտ է, այստեղ դժվար է միանգամից այդ ամեն ինչը հնարավոր է չի, հա, որ պատկերացնում ես ընդեղացի, բայց այդ է պետք էլի, որ համ սովորեն, նայեք, սպորտի գիծը այնտեղ համալսարանում, սպորտի գիծը լավ չպայեց, համալսարանից դուրս կողնի, սովորելունը լավ չպայեց, սովորելունը ընդեղից դուրս կթողնին, այսինքն իրանք համատեղում են։ Հավասարազոր գնահատում են ուսումը եւ սպորտը, ինչը մեր մոտ այդ դա է ասում, որ չեն խրախուսում, ասում են միայն կենտրոնացիր քո մարզումների վրա, սպորտի վրա, որովհետեւ ֆիզկուլտ ինստիտուտը չի տալու այդ պայմանները։ Մարզիկը չի կարողանալու գա ֆիզկուլտ ինստիտուտ դաս սովորի, հետո գնա ծանրաձող բարձրացնի։ Հա, բայց գոնե այն մարզիկներն են, որոնք ուզում են օրինակ ուրիշ համալսարաններում սովորել, միևնույն այնպես են անում, որ նա արդեն կենտրոնանում է միայն սպորտի վրա։ Չեն խրախուսում, իմ ասելը դա է, որ չեն ողջևորում, որ կհասցնես, այո, ինչու՞ չէ, եւ նա եւ սա։ Չէ, այդ բանը չունենք մենք, էլի, այդ մտածելակերպը չունենք, որ հասցում է։ Չէ, կամ էս կամ են։ Այդպես չի։ Կամ սպորտ կամ ուսում։ Չէ, ինչի կա համատեղվի։ Ինչքան սպորտսմեններ ունենք, հենց տեղել ունենք Հայաստանում։ Քիչ, բայց ունենք։ Քիչ, բայց ունենք, չէ, բայց համատեղել են, չէ, եղել է գիտնական եւ աշխարհի չեմպիոն։ Հուսամ կշատանան գիտնական աշխարհի չեմպիոններ։ Բաչի մանելու։ Ինձ ասացիր, հա, հուսանք։ Որովհետեւ դժվար բան է, էլի, էդի արդեն մի քիչ պիտի փոխվի, էլի, ուղեղները։ Մտածելակերպը պիտի փոխվի։ Նախ մեր տալիջում, որտեղ տղասպարում է մեր Պերբերյանի մոտ, այնտեղ գալիս են դպրոցներից, համալսարաններից, հարցնում են, նայում են երեխեքին, այսինքն ընտրում են երեխեքին արդեն որ մեծերի այդ տարիքային մեծերի է չէ արդեն, նոր պատանիների նայում են, Մարտինից հարցնում են օրինակ ես երեխեն լավն էր բան ու գնահատականներ են հարցնում, դպրոցի գնահատականները։ Այսինքն առաջնահերթ գնահատական է, դե լավը չեղավ գնահատական է։ Ուրեմն չի համարվում։ Հաջողություն։ Ու դա խրախուսում է, որ իրանք լավ սովորեն, որ գնան այդ տեղը, այդ համալսարանը, այդ անունով այդ տեղերը։ Վերադառնանք նորից քեզ, դու հայրենիքում ես, հետաքրքիր է իմանալ, թե որքան հաճախակի ես գալիս այստեղ, ինչով ես զբաղվում, ում ես հանդիպում, հաստատ ընկերներդ, բարեկամներդ այստեղ են, մի քիչ այստեղի առօրյայից էլ պատմիր։ Հայաստանում հաճախակի եմ գալիս։ Ճիշտ է, վերջի ժամանակ լավ բանի համար չեմ եկել, պապաս էր մահացել անցած տարի, այս տարի էլ տարիներ դրա համար եմ եկել, բայց կապը կա, միշտ էլ դրանից 3 տարի առաջ է եկել, դե կարոտը կա միշտ, ընկերներիս, մեծ եղբայրս այստեղ է ընտանիքով, ընկերներս, հարազատներս, բարեկամներս, կապը կա միշտ ցկող բանը կա էլի Հայաստանում։ Մաղթենք, որ մյուս անգամ շատ գավառիցներով գաս Գևորգ ջան։ Մերսի։ Եվ շնորհակալություն, որ այս անգամ մեզ ժամանակ հատկացրիր։ Ես էլ ձեզանից եմ շնորհակալ, ամեն կարոտել էի։ Դեռ շատ խոսելու թեմաներ ունենք։ Միշտ այսպես ճայել մնաք, սիրուն մնաք։ Դու էլ։ Դե այսօր այսքանը, շարունակեք հետևել մեզ Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում եւ YouTube-ում եւ կհանդիպենք հաջորդ անգամ։